36-ին Գագիկ Բերասյանը զանգարում է Ժերևեզյանին և խնդրել է, որ նա Նվեր Դիլյանյանից պարզել հաջորդվող կանոնալիք դատական լիստա օրվան մասին, վերջինս Նվեր Դիլյանյանից պարզել է լիստա կանոնալիքը ժամը 14:30-ին, որ այդ մասին հայտնել Գագիկ Բերասյանը։ Նույն օրը ժամը 22:30-ին Գագիկ Բերասյանը զանգարել է Պոլիմերսյանը և նրանց միջև կայացել հետևյալ ոտնահարությունը։ Ապա երկուսին աղբերից վարը լավ Սարոյանը խոսանք լավ։ 2022 թվականի մայիսի 17-ին ժամը 13:16-ին Գագիկ Բերասյանը զանգարել է Ժերևեզյանին և նրանց միջև կայացել հետևյալ վերահսկողությունը։ Անկեր, ապա նոր խոսացին, ասում եմ բանը զանգել եմ, սպասում եմ իրանց զանգին ջորի, հին զանգին կզանգել, բայց նորմալ է, և իր հետ խոսացի ասեց աղբեր, խերը խաբար ասեց աղբերս կզանգեմ, լավ զանգել, իրան կզանգեմ ասեց, լավ աղբեր ջան, լավ ծավիտ բան։ Նույն օրը ժամը 17:01-ին Դավիթ Արխացյանը զանգել է Ժիրեն Այվազյանին և ասել, որ դատարանը 6 տարի է տվել։ Նույն օրը ժամը 17:02-ին Ժերևեզյանը զանգել է Գագիկ Բերասյանին և նրանց միջև կայացել հետևյալ խոսակցությունը, ապեր։ Դա 6 տարի, 6 տարի չէ, կարի ֆոտա չէ, լավ մի հատ խոսալ ու զանգել։ Այդ ամոր հետների խոսում, մի լոպե չկա հետների խոսում, ասեց իրիկունը էտ ամեն ընդեղ, ասեց կարող է օրնեն ասեմ, չէ, մի հատ խոսալ զանգելի, լավ։ Ապարանդական ես ուզում դեր անդեցան Գագիկ Բերասյանը ներդեին ասում որ հետների խոսում ու ասած անմիշնոմատուն խոսքը վերաբերում է Պոլիմերսյանը, բայց ինչպես տեսանք Պոլիմերսյանը խոսում կարող է։ Նույն օրը ժամը 17:03-ին Ժերևեզյանը զանգարել է Դիլյանյանին և նրանց միջև կայացել վերահսկողությունից հետևյալ ոտնահարությունը։ Ինչ արի ավելս դապիների վրա 6 դուրս կգաս, հադը երիվ, հադը պարկ ասողակտար ես բողոքում եմ դրան բան ասի, չէ, բանը դատել արդեն, որ ինչ-որ բողոք են նրան, բայց վեճեր ողշի կարող, ամունիստեր չէ, բայց աղմուս պտի դնում, դեր չգիտեմ, պաստաբանը խաղն ասատ իրիգուն երկուս կզանգես, խոսանք պտի բողոք են, չէ, ես բան արել, աղբեր, դատեց նրան, բայց 6 բան չի անում, դե պետք է ազդել, բայց դե լավ 6 տարի ուզեց 9 ամիսին նստել էի, հետ էլ հանեց 5-7 մնացավ։ Այդ 5-7-ը թողին եմ, ասում եմ 6.5-ը դաժե ազդում, ասում եմ աղբեր 6-ը, ասում եմ, դե լավ, հեսա թողի հատ խոսը կզանգի։ Այնուհետև նժդե Այվազյանը զանգարում է Գագիկ Բերասյանին և նրանց միջև կայանում է ոտնահարության խոսակցություն։ Ապա ասենք 6 չէ, բայց ոնց որ չի ազդում, ոնց չի ազդում։ Ապա հենց ասում եմ ոնց որ բան չի լինում։ Ինչի չի լինում։ Ես ասում եմ հենց դատել 6 տարի։ Ինչ եմ անում, ասում եմ 6 տարի դատեց։ Դատեց, ինչ տրնում, տարան դատան, չէ, բրախել եմ։ Մի ամիս ժամանակ են դրել, որ կարա վերակնիչ բողոքի։ Լավ, 6 տարի եմ, լավ, տես ինքը ինչ ասում զանգի, դատանը վերջնական 6 ամիս։ 5 ամիս, լավ, ինքը նստել է համարյա 6 ամիս, լավ է հավախել։ Դրանից հետո նույն օրը ժամը 17:03-ին Գագիկ Բերասյանը զանգարել է Պոլիմերսյանը և նրանց միջև կայացել հետևյալ խոսակցությունը։ Ապեր 6 հարուսել, ով, այդքան, ապեր մի հատ զանգի, լավ էսա իմը չկա է մոտս չի հարուսել, զեկինով զանգեմ, լավ ուղղել։ Նույն օրը ժամը 17:17-ին Գագիկ Բերասյանը զանգարել է Ժերևեզյանին և նրանց միջև կայացել հետևյալ ոտնահարության խոսակցությունը։ Ապեր հենց նոր հետախոսացի, ասեց սենց, լավ ասեց, համբերեք ես խոսամ, ասեց դու համբերում եմ, ասա, ինչ են ասում, ծիծաղում, ասի մեղանք համբերելով, տենց աղբեր ես դե թող մի հունը գա, լիանոր տենց մոտիկից կտենանք խոսանք, էլի հելը գորգիտ ինչ ասում, բայց էլ ում կգիտենանք, աղբերս բեհին ասում եմ համբերեք, ասի սենց են ասել, բան յանի կարանքերի ամսա ընթացքում բան յանի ասենք աղբերս համբերում են։ 2022 թվականի մայիսի 17-ին ժամը 17:16-ին Նժդե Այվազյանը զանգարել է Նվեր Դիլյանյանին և նրան ասել, որ Գագիկ Բերասյանին զանգել ասել է, որ խոսահայտը նա խոսել է, ապա զանգել ասել է, որ նորմալ է հանքարի 3 ժամանակից խոսել։ Պաշտպանության կողմը անհրաժեշտ է համարում առանձնահատուկ անդրադարձնալ խոսակցության առանձին հատվածներին, մասնավորապես ապրիլի 22-ի զրույցին, որտեղ Նժդե Այվազյանն ասում է, փող չէ, ասի փողի համար գալու աղբեր բան չի ասել կորյուն է, երևի կասի այդ վաղ կտանք։
Սույն արտահայտությունը ունի վճռորոշ նշանակություն, գործի ճիշտ իրավական գնահատման, քանի որ այն անմիջականորեն բացառում է կաշառքի հանցակազմի առանցքային տարբեր արտահայտություններ, խոսակցության բովանդակությունից ուղղակիորեն բախվում է, որ կորյուն ներսեն կողմից որևէ պահանջ կամ նախաձեռնություն գումարի վերաբերյալ չի հնչել, բան չի ասել կորյուն է, սա ճակերտների մեջ, ինչը հակասում է մեղադրանքի հիմքում դրված պնդմանը։ Ընդհակառակը գումարի թեման շրջանության մեջ է դրվել երրորդ անձի կողմից եւ ոչ ենթադրյալ պաշտոնական անձի։ Երկրորդ, եթե կասի այդ վաղ կանայք ձևակերպումը վկայում է ոչ թե առկա համաձայնության կամ պահանջի, այլ նրանց բացակայության մասին, այն ունի պայմանական, ապագային ուղղությամբ եւ անորոշ բնույթ, ինչը բացառում է որևէ կոնկրետ օրություն պայմանավորվածության արկայությունը տվյալ պահի։ Ավելին, եթե ենթադրենք, որ եթե առկա է կաշառքի պահանջ, ապա տրամաբանորեն անհնար է նույն խոսակցության շրջանակում օգտագործվել բան չի ասել ձևակերպումը, քանի որ պահանջի արկայության դեպքում այլ հանգամանքը պետք է արտահայտվել հստակ եւ որոշակի ձևով, այլ ոչ ժխտել։ Այսպեսով նշված արտահայտությունը ոչ միայն չի հաստատում մեղադրանքը, այլ ընդհանրապես ուղղակիորեն վկայում է դրանքին լինելու մասին արձանագրելով, որ բացակայում է թե պահանջը, թե համաձայնությունը եւ հետեւաբար նաեւ կաշառքի հանցակազմի օբյեկտիվ կողմը։ Մայիսի 12-ից 16 խոսակցությունները կորյուն ներսենի եւ Գարաստանի միջեւ բովանդակային առումով վերաբերում են նիստերի օրվան ունեն տեղեկատվական բնույթ եւ չեն պայմանավորվում գումարի փոխանցման կամ պայմանավորվածության քննարկումը։